Բարի օր սիրելի բարեկամներ, լաբորատորիա հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Ինչպես եւ մեր նախորդ բոլոր թողարկումներում, այսօր քննարկելու ենք հարցեր, հիմնախնդիրներ, որոնք կարծես թե առաջին հայացքից չեն առնչվում մեր առօրյա կյանքի շատ ու շատ վայրիվերումների եւ կարծես մի տեսակ լուսանցքում են գտնվում, բայց մեր խորին համոզմամբ դրանք միշտ ազդել, ի շատ դեպքերում կողմնորոշիչ նշանակություն են ունեցել մեր հասարակության, մեր ժողովրդի, մեր պետության կեսագործունեության ընթացքում։ Եվ այսօր էլ այդ հարցերը նույն դերակատարումն ունեն եւ ոչ միայն դրական իմաստով, ցավոք սրտի կարող են դերակատարում ունենալ նաև բացասական իմաստով։ Շարունակելով մեր նախորդ հաղորդումների տրամաբանությունը անվտանգության հիմնախնդիրների մասին, այսօր փորձելու ենք քննարկել անվտանգային մի ուղղություն, որը վերաբերում է հոգևոր, հասարակական, գաղափարական, արժեհամակարգային անվտանգության հիմնախնդիրներին։ Հարցը քննարկելու համար այսօր հրավիրել եմ մեր հաղորդմանը որպես հյուրեր Մայրաթող Սուրբ Էջմիածնի միաբան հայր Ռուբեն Վարդապետ Զարգարյանին, բարի օր, եւ քաղաքական գիտությունների թեկնածու դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանին։ Բարով եկել, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Պարոն Մարտիրոսյան, թերևս սկսենք ձեր ուրեմն պատասխանից հետևյալ հարցին։ Ընդհանրապես բոլորս էլ գիտենք, որ ժամանակակից նոր սերնդի պատերազմները իրենց մեջ ներառում են տեղեկատվական, հոգևոր շատ բաղադրիչներ եւ երբ խոսում ենք անվտանգության մասին, բոլորը միանգամից պատկերացնում են խրամատում զինվոր, հրթիռներ, դրոններ եւ անվտանգային այլ համակարգեր, բայց հիմա տեղեկատվական բաղադրիչի մեջ մտնում է նաեւ թիրախը ոչ միայն տվյալ հասարակության ներքին միաբանությունը, այլ տվյալ հասարակության ներքին արժեհամակարգային հոգևոր ոչ թե կարծրատիպերը, այլ հոգևոր կառուցվածքը քայքայլուն միտված քայլեր։ Այսօր ցավոք սրտի Հայաստանում ունենք մի իրավիճակ, երբ ոչ միայն քաղաքականությունն է ձգտում ապաքաղաքականանալ, բարախախ չեմ ուզում անել, ոչ միայն գաղափարներն են ապագաղափարականանում, նույնիսկ իմաստներն են իմաստազրկվում եւ որ ամենավտանգավորն է հին իմաստներին, այն ինչ որ կազմում է մեր էությունը, մեր ինքնության բաղադրիչն է, նոր իմաստներ հաղորդելու մանիպուլյատիվ քայլեր եւ դրանք ոչ միայն ներսից են իրականացվում, այլ դրսից, որովհետեւ պետությունների իրար հետ մրցակցում են ոչ միայն բանակներով ու ռեսուրսներով, այլև դիմացի հակառակորդ նույնիսկ թշնամի հասարակության մեջ ներքին միասնությունը պարակտող որում ցանելու իմաստով։ Ես շատ շնորհակալ եմ այդ աստիճանի ծավալուն հարցի համար, որը կարելի է ուղղակիորեն տարանջատել մի քանի հարցերի, եւ նաեւ շատ շնորհակալ եմ, որ դուք խոսեցիք նրա մասին, որ քաղաքականությունը եւս փորձում են ապաքաղաքականացնել, այսինքն դա ավելի հեշտ է դառնում կալուղունակության համար սովորական ոչ խորքային, այլ մակերեսային։ Ցավոք այդ մակերեսային քաղաքականությունը լավ երևույթների եւ լավ արդյունքների չի հանգեցնում, բայց մյուս կողմից իհարկե կա խնդիր։ Ձեր բարձրացրած հարցերի մեջ ես նկատեցի մի քանի կարմիր գծով անցնող մտքեր, հա։ Ինչպիսի հասարակության հետ մենք գործ ունենք, այդ հասարակության վրա ազդեցությունները ինչպիսի մեխանիզմներով են գնում, այդ մեխանիզմները որքանով են ազդեցիկ են դառնում եւ ինչ խնդիրներ են լուծում։ Ցավոք սրտի, այո։ Ես չեմ կարող մտաբերել առհասարակ մարդկության պատմի, որքան էլ ուսումնասիրել եմ, չեմ կարող մտաբերել, թե երբ եւ որ հասարակություններն են ավելի խոցելի եղել ինֆորմացիայի ընկալողունակության ու ընկալման տեսանկյունից եւ որ ժամանակներն են եղել, որ ինֆորմացիան այդ աստիճանի ազդեցիկ է եղել։ Ցավոք սրտի մենք այլևս գործ ունենք թե անվտանգության եւ թե մյուս տեսանկյունները քննարկելուց այլևս ինֆորմացիոն հասարակության հետ։ Եվ դա միայն հայաստանյան իրողությունը չի, այլ աշխարհի բոլոր հասարակությունները փաստացի դարձել են ինֆո կախյալ
եւ այդ առումով նաեւ ինֆորմացիոն տեսանկյունից շատ ավելի կառավարելի։ Սա բերել է մի իրավիճակի, երբ որ փաստացի հասարակության հետ շփվելու, հասարակության հետ կոմունիկացվելու, հասարակության վրա ազդեցություն ունենալու մեխանիզմները եւս դիվերսիֆիկացրել են։ Սոցիալական մեդիա, փաստացի սոցիալական մեդիան ամենալրջագույն, ամենաարագ, ամենակարճ եւ ամենաազդեցիկ նշանակությունը ունի այսօր միտք ձևավորելու, ինֆորմացիա ստանալու, միտք ձևավորելու, դա դարձնելու սկզբունք, վարվելակերպ, կենցաղ, կացութաձև նույնիսկ եւ համոզմունք։ Հասարակությունները այսօր ձևավորում են համոզմունք կարճ մտապատկերներով, կարճ ազդեցություններով եւ այլով եւ այլով։ Հնարավորինս հեշտ մարսելի կոնտենտով, հեշտ մարսելի, որովհետեւ կյանքը դարձել է արագ, ինֆորմացիաները պետք է կարճ լինեն, որպեսզի մարդու սոցիալական արագությունների մեջ տեղավորվեն եւ մակերեսային, մակերեսային եւ մաքսիմալ տպավորություն թողնեն եւ մարդը դառնում է կախյալ դրանից։ Նկատենք մեկ բան. մարդուն ինչպես կարող է սոցիալական միավոր որպես կառավարելի դարձնել, անընդհատ ինչ որ ինֆորմացիաներ տալով, այդ ինֆորմացիաների մեջ շատ ենթաշերտային իմաստներ դնելով, որը որ նա պատկերի կամ կարճ ինֆոյի առումով տեսնում է, դրանք անընդհատ կուտակվում են իր մեջ, այդ կուտակումը ոչ մեկս չեն կարողացել մինչև հիմա հասկանալ, թե այնուամենայնիվ իր մեջ կուտակվածը մոռանա թե չմոռանա, իր մտածողության վրա ինչ ազդեցություն է թողնում, իսկ ազդեցություն այնուամենայնիվ թողնում է։ Քաղաքական հոգեբանության մեջ վերջի ժամանակահատվածներում հատկապես մենք տեսնում ենք, որ մտապատկերները, խոսքը, որը որ ոչ թե հիմնավոր է, այլ նույնիսկ մակերեսային, ցայտուն, վառ, հա, մարդու հոգեբանության վրա, նրա քաղաքական կարծիքի ձևավորման վրա թողնում է ազդեցություն։ Այնուամենայնիվ, սա մեծ վտանգ է իր առումով կուտակում ինչի համար։ Աշխարհը դարձել է շատ փոքր։ Դա նախ եւ առաջ ինֆորմացիայի արագությունն է աշխարհը դարձել շատ փոքր։ Աշխարհի ամենահեռավոր կետում տեղի ունեցողի մասին մենք կարող ենք իմանալ 2 վայրկյան հետո։ Շատ դեպքերում on-line հետևենք տեղի on-line հետևել ամեն ինչի մասին։ Սա ենթադրում է հետևյալը. անվտանգության առումով խոցելիություն, հատկապես մեր երկրների անվտանգային խոցելիությունը այս առումով շատ բարձր է լինում, ինչու։ Կարծում եմ, որ մենք չունենք այն կրթական ինստիտուտները եւ այն պատնեշները, որոնք որ կհանդիսանան ֆիլտր, հա, այդ ինֆորմացիոն ատականները ֆիլտրելու, հետո հասարակությանը տալու։ Մենք չունենք առայժմ, եւ դա եւս անվտանգային խնդիր է, բարձր ինտելեկտը որպես դոմինանտ համարող հասարակական շերտեր, որոնք որ լսելի կլինեն, ազդեցիկ կլինեն, նրանք եւս իրենց վրա ֆիլտրի որոշակի ֆունկցիա կվերցնեն եւ հասարակությունները այսօր դառնում են բաց թիրախ առանց պատնեշների այդ առումով, այսինքն թե կարելի է ֆիքսել, որ ինֆորմացիոն հասարակությունը որքան էլ կարող է դետոնատոր լինի զարգացման էվոլյուցիայի, այդքան էլ կարող է թիրախ լինի շատ մասշտաբային, անվտանգային հարցերին դիմակայել չկարողանալու առումով։ Շնորհակալություն։ Հայրաբեն, տեսեք, այն մասնագիտությունը, որ իմ մասնագիտությունը, որ արտասահմանյան երկրներում կոչվում է սոցիալ մարդաբանություն կամ քաղաքական մարդաբանություն կամ մշակութային մարդաբանություն, ավելի ու ավելի շատ հետազոտողներ որպես հասարակական հիմնախնդիր այսօր տեսնում են այնպիսի ձևակերպումներ, որոնք առաջին հայացքից սոցիոլոգիայից ու քաղաքականությունից դուրս են։ Ասում են պատերազմը գնում է սրտերի ու հոգիների համար։ Այսինքն պարոն Մարտիրոսյանի նշած այդ պայքարը, այդ ինֆորմացիոն հոսքերը առաջ երթին էմոցիոնալ տեսակետից խփում են սրտերին եւ հոգիներին եւ ուղեղներին, մտքերին տիրանալու համար, այսինքն ոչ մի նոր բան այս առումով տեղի չի ունենում, որովհետեւ գոնե բոլոր հասարակությունների բոլոր հավատքային կրոնական տրադիցիաների մեջ նշվում է, որ պայքարը միշտ գնում է դրա ուղղությամբ, բայց տեսեք ինչ է տեղի ունենում, ոչ միայն քաղաքական հասարակական իմաստով, այլ եթե կարելի է այդ բառը օգտագործել, մի պահ լղոզվում են այն արժե համակարգերը, որից հիման վրա տվյալ հասարակությունը կարող է գոյատևի։
բարու ու չարի սահմանները ոչ միայն ինչ որ իմաստով լղոզվել են կնայեք այդ բառի համար, այլ տեղերն են փոխել։ Ինչա բարի, ինչա չար, ինչա արդար, ինչա անարդար, ինչնա լավ, ինչը վատ։ Այդ կարծացած, եթե կարելի ասել, ավանդական պատկերացումները կապված թե մշակութային, թե պատմական, թե հավատքի հետ ոչ միայն լղոզվում են, այլև դրանց արժեհամակարգերի մեջ տեղերն են ձևափոխվում եւ եթե չեմ սխալվում, կարծեմ Մատթեոսի ավետարանը գրված, որտեղ ձեր գանձերն են, այնտեղ ձեր սիրտն է։ Բնականաբար ավետարանիչը գանձեր ասելով ոսկին նկատի չուներ։ Այն արժեքները, որ տվյալ հասարակությունն անհատը իր համար համարում է գանձ, այնտեղ էլ իր հոգին է, իր միտքը, իր գաղափարները, իր ապագան եւ այլն։ Ցավոք սրտի այսօր հասարակությանը նույն Պարոն Մարտիրոսյանի նշած սպառողական հոգեբանության մի տվյալ պարագայում ինֆորմացիոն սպառման տեսակետից մատուցվում է, որ դե իմաստը որն է, լավ ապրել, վայելքներ, կուշ լինել, հաջողակ լինել, մրցունակ լինել եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այստեղ մենք լուրջ խնդրեմ ենք ունենում, որովհետեւ եթե մի հասարակություն իր գանձերի մեջ ազգային հավաքականը մենք չունի ու եսակենտրոնը այդ հասարակությանը շատ հեշտ է հաղթել։ Այո, գանձեր ասելով նյութական միայն նկատի չունի, օրինակ մոր սիրտը իր որդին է, չէ՞, իր զավակն է։ Գանձ է իր համար եւ սիրտը այնտեղ է։ Ճիշտ ասած, նախորդ հարցին մի ակնարկ ուղղակի անելու համար հիշում եք, որ մենք անկախություն հռչակեցինք եւ միանգամից տեղի ունեցավ սեփականաշնորհում հողերի։ Այ ինչպես մենք մեր գյուղացիները հողերն են մշակում պատրաստ չլինելով, այնպես էլ մենք պատրաստ չենք եկող ինֆորմացիան մշակելու, մարսելու եւ մերը դարձնելու։ Եվ մենք իդեպ լավ դասեր ունենք անցյալից։ Օրինակ, երբ որ գրերի գյուտ տեղի ունեցավ, մեր հայրերը մինչև ինքնուրույն գրականություն ստեղծելը անցան թարգմանական գրականության։ Իսկ թարգմանական գրականությունը ինչ է, ուրիշի նվաճումը, ուրիշի մտածողությունը բերել։ Եվ ինչ արեցին։ Ֆիլտր դրեցին։ Բերեցին բոլոր այն նվաճումները, որոնք համամարտկային են, որոնք անհրաժեշտ են մեր հասարակության, մեր հավատքի, մեր արժեհամակարգի եւ մեր պետականության, այսպես այդ ժամանակ մենք պետություն չունեինք, բայց պետականության հիմքերը միշտ կան հասարակության գիտակցության մեջ։ Եվ բելգիացի մի լավ հայագետ կա, Ժերար Գարիտ, մի շատ սիրուն ձևակերպում ունի, ասում է ոսկեդարում հայերը կատարեցին մշակութային գիտակցված փոխանցում։ Այն ամենը, ինչ որ այսօր գալիս է մեր երկիր, այդ պատը քանդվելուց հետո, վարակույրը, երկաթե վարակույրը բացվելուց հետո, չի հանդիպել ֆիլտրի եւ թափվել է աղբի պես։ Դա արտահայտվել է հիմնականում գործիքներով։ Ժամանակին հեռուստացույցներ, հիմա ավելի լայն եւ ավելի ազդեցիկ, որ բոլորի գրպաններում ներկա է, հասանելի է։ Ուրեմն գալիս է ինչ հնարավոր է եւ սրա դեմը հիմա առնել արգելման ճանապարհով այլևս հնարավոր չի։ Այդ դեպքում ինչ է մնում։ Մնում է կրթությունը։ Այսինքն մենք այսօր կոչված ենք այս իմաստով անվտանգությունը, ինֆորմացիոն եւ բոլոր տեսակի այս կարգի անվտանգությունները բարձրացնելու համար ընդհանրապես կրթություն տալ, հատկապես այս ասպարեզում, որովհետեւ այսօր այդ ամբողջ գործիքները մեծ զորություն ունեցող ընկերությունների ձեռքում են։ Նրանք փոքրերն էլ չունեն։ Եվ սա գլոբալ խնդիր է, համաշխարհային խնդիր է, միայն մեր խնդիրը չէ։ Նույն խնդրի առաջ կանգնած են նաև եվրոպական փոքր պետությունները։ Նույն խնդրի առաջ կանգնած է նույն տարածքով հզոր Ուկրաինան, ինչ տեղի ունեցավ։ Հստակ մինչև այդ աշխատեցին նաև այս գործիքակազմերը եւ խոցելի դարձեցին երկիրը։ Ես հիշում եմ վարչապետ ունեին, որ իրենց ոչ ավանդական կրոնական կազմակերպության ներկայացուցիչ էր։ Գյուղեր ունեին ամբողջական, որոնք արեմտյան որոշակի կրոնական ուղղությունների
արդեն քարոզչության ներքո դարձի էին եկել եւ թողել էին իրենց այսպես ասած ուղղափառ եւ գրեկո-կաթոլիկ ուղղությունները։ Այսինքն մինչեւ այս ամենի կատարվելը նախ այդ ամեն ինչը տեղի ունեցավ մարդկանց հոգու եւ մտքի դաշտում։ Ես ուրիշ բառ կօգտագործեի այդ ամբողջը ներառելու համար միտք, հոգի միտք, ներաշխար։ Ուրեմն առաջին հերթին թիրախը մարդու ներաշխարն է։ Երբ որ ներաշխարը նվաճվում է, դրանից հետո արդեն հեշտ է մարդուն կառավարել։ Այն ինչ որ մենք տեսնում ենք այսօր, նույն բանը արվել է մեր երկրի եւ միայն հոգեվորի կրոնականի մասին չէ խոսք։ Հիմա տեսեք, տարիներ շարունակ ես ինքս որպես հոգեվորական, որ նաեւ կրթություն եմ ստացել 90-ականներին բարձրագույն ճեմանական կրթություն, ես տեսել եմ թե ինչպես կաթիլ մաս-մեդիայի միջոցով մեր հասարակությանը աղբ մատակարարվեց մշակութային, հոգևոր, ժամանցային եւ եթե նույնիսկ բառը գուցե մի քիչ ավելի խիստ է, բայց հոգեպիղծ արժեքներ սերմանվեցին։ Իսկ սա չէր կարող հետագայում չունենար իր հետևանքները։ Ինչ տեղի ունեցավ, հասարակությանը ատոմիզացրեցին, հասարակությանը դարձրին հարաբերապաշտ եւ ամենավտանգավոր բանը, որը էլի համաշխարհային երևույթ է, մենք այսօր նիհիլիզմի մեջ ենք, եթե կուզեք, էգոցենտրիկ նիհիլիստներ, որովհետեւ եթե դասական ձևակերպումը նայենք նիհիլիզմի, Նիցշեի կողմից արված, ինչ էր, բացակայում է նպատակը, այսինքն հույս չկա ապագայի, ապրենք այսօրով, ինչուի պատասխանը չկա, ինչու է այսպես, եւ մյուս երրորդը արժեհամակարգը փլուզվում է կամ փլուզվել է, տեղը չի ձևավորվել նոր արժեհամակարգ։ Ինչի մեջ այսօր մենք գտնվում ենք։ Փորձ է արվում արժեհամակարգը քանդել։ Իհարկե մեր հավատք եւ ավանդություններն այնքան խորն են, որ դեռ որոշակի մենք ունենք իսկապես կենսունակություն ունենք։ Իսկապես կենսունակություն։ Եվ դա եւ Հայաստանում ապրող մեր հայ հասարակությանը վերաբերել, նաեւ սփյուռքի հայրենակիցներին իսկապես կենսունակություն ունենք։ Բայց արդյոք այս մեր հինավուրց ծառը ինչքան կդիմանա, եթե այս հարվածները նույն թափով շարունակվեն, չեմ կարող ասել։ Եվ առհասարակ կդիմանա, թե չէ։ Որտեւ այստեղ նաեւ խնդիրը որն է, պարոն Սարյան, դուք հարցադրում անում եք, այս անվտանգության խնդիրները վերաբերում են մարդուն, վերաբերում են ինչ որ մի ուրեմն հանրույթի, ինչ որ մի հասարակության, ինչ որ մի պետությանը, ինչ որ մի քաղաքակրթությանը, որտեղ սրանք փոքրից մինչև մեծ գնում են։ Հասկանում եք, որտեղ նույն մարդը կարող է լինել կոսմոպոլիտ եւ իրեն չվերաբերել այն բոլոր անվտանգային հարցերը, որոնք պետությանն են վերաբերում։ Ինքը ասի, «Եվ Հայաստանում այսպես է, ես կգնամ Գլենդելում ապրեմ»։ Հասկանում եք։ Գլենդելում այսպես է, ինձ դուր չի գալիս, կգնամ Կանադայում կապրեմ։ Հասկանում եք, այդ խնդիրը ձևակերպենք, արդյոք մեր խնդիրը այսօր որ անվտանգությանն է վերաբերում։ Իհարկե, այս հարցադրումը, որ անում ենք, սա նաև անատին է վերաբերում, որտեղ ի վերջո հասարակությունը բաղկացած է անձերից։ Պետության հիմքը քաղաքացին է, եւ այդ քաղաքացին արդեն անձ է։ Տեսեք, մենք ուզենք անդրադառնանք մի թեմայի, որ ես գիտեմ հասարակության մեջ շատ զգայուն են այդ հարցերի հետ կապված եւ կարող է ինձ հիմա հերթական անգամ քննադատեն, բայց եթե որևէ հասարակություն չունի իր համար տաբուներ, այսինքն թեմաներ, ոչ թե արգելված թեմաներ խոսելու խոսքի ազատության, ոչ այդ իմաստով, այլ տաբուներ կարմիր գծերի իմաստով, որոնք չի կարելի անցնել։ Ոնց որ օրինակ ասենք հավատքի պարագայում, եթե Աստված չկա, ուրեմն ամեն ինչ կարելի է։ Եթե հասարակական քաղաքական կյանքում տաբուներ չկա, ամեն ինչն էլ կարելի է կասկածի ենթարկել։ Ու տեսեք ինչին եմ ուզում անդրադառնալ։ Ցավալի բան գուցե ասեմ, բայց այն ինչին մենք այսօր ականատեսենք, հենց այսօր չառաջացավ։ Մի հատ նայենք ու համեմատենք թշնամի պետության հետ։ 30 տարվա ընթացքում ես որպես քաղաքական կամ հասարակական գործիչ չեմ հիշում մի դեպք, որ Ադրբեջանի որևէ հայտնի մտավորական, որևէ հասարակական հայտնի դեմք, գիտնական էլ չեմ ասում քաղաքական գործիչ կամ պետական այր ասի,
Դե լավ, Արցախահայերին ինչ եք ուզում էլի, այդ մարդիկ գրավել են իրենց հետ են նվաճել եւ այլն։ Բայց ցավոք սրտի, այդ իմաստով ես նույնը չեմ կարող ասել Հայաստանի բարակայում, որ միշտ կասկածի տակ են դրվել ոչ միայն հաղթանակները, ոչ միայն ձեռքբերումները, այլ այդ հաղթանակի ու ձեռքբերելու իմաստը։ Այսինքն կային թեմաներ, ավելի ցավալի թեմա ասեմ, գոնե ես մտածում եմ, որ ինչ գոնե քաղաքական վայրի վերումներից ելնելով ամեն ինչ կարելի է չակերտավոր հանդուրժել հասկանալ, բայց գոնե կասկածի տակ դնել հայոց ցեղասպանության խնդիրը, ես մտածում եմ, որ գոնե հայության մեջ այդ մի կարմիր գիծը ոչ ոք չի անցնելի այդ գծի վրայով։ Ու տեսեք ինչ է ստացվում, որ եթե չկան քաղաքական հասարակական տաբուներ, մենք ունենք մի հասարակություն, որտեղ բանաձևը հետևյալը, ամեն ինչ կարելի է քննարկել, ցանկացած հարցի մասին կարելի է ցանկացած բան ասել, եւ դա հասարակության կողմից չի մերժվում։ Շատ խորքային հարց է եւ ամենակաղաքական հարցն է, բացի նրանից, որ մեր զրույցը մի քիչ ավելի փիլիսոփայական ուղղություն ունի։ Դրան կարելի է կանգնացնել նաեւ որոշակի առումով գետնին։ Մենք մեծ հաշվով եւ լայն առումով խոսում ենք գլոբալիզմի արշավի եւ նրանից հետո թողնված քիչ թե շատ ավերի մասին։ Ավերակների մասին։ Դուք խոսեցիք նաև կրթության, թե որ նա դեղատոմսը, այո, կրթությունն է։ Ամենամեծ խնդիրը նա է, որ դա նաև կրթության ոլորտա մտած։ Այսինքն դա որոշակի առումով կրթությունը նաև խողովակ է այդ երևույթների եւ այդ գաղափարական լոբինգի համար, ամենաառաջնային եւ ամենախոցելին իմիջիայլոց։ Քաղաքական տեսանկյունից մենք գործ ունենք հետեւյալի հետ, ֆորմուլան հետեւյալն է, որքան քիչ մտածող, որքան քիչ սեփական անձին հարց տվող, այնքան հեշտ հանրային միավոր, հետո վերածվում է սպառողի։ Այսինքն հասարակությունը բացի ինֆորմացիոն հասարակությունից դառնում է նաև սպառողական հասարակություն։ Ոչ միայն շոշ սպառող, այլև ինֆորմացիա ու արժեքներ սպառող։ Սպառողական հասարակությունը ունի մեկ երխնդիր՝ սպառել։ Սպառել են ինչ որ կա շուկայում, սպառել են ինչ որ կա քաղաքական դաշտում, սպառել են ինչ որ կա որպես սպառման ենթակա եւ սպառել շատ, որքան հնարավոր է շատ։ Եթե մենք դա վերածում ենք քաղաքական լեզվի, դա դառնում է հետեւյալը. ժողովուրդը ուզում է սա։ Ոչ թե պետք է տալ ժողովրդին սա, որպեսզի ձեր նշած գերակա խնդիրները դառնան իր համար ինտելեկտուալ, պատվի, ազգայինի, կարևորման ենթակայի, այլ տալ այն, ինչը որ ինքը ուզում է, քիչ հարցեր տվող, մաքսիմալ սպառող։ Բնականաբար սա խոցելի երևույթ է, բայց ամենախոցելի երևույթը հետևյալն է. ժողովուրդը ուզում է սա, եւ ժողովրդին եթե սա է ուզում, սպառողը սա է ուզում, մենք պետք է տանք։ Այսինքն մարքեթինգի տրամաբանությունը, երբ որ թափանցում է այլևս ազգայինի, քաղաքականի, ազգային քաղաքական գաղափարախոսականի մեջ, այդտեղ ավարտում է սպառումը։ Ինչու՞, որովհետև դու ոչ թե պետք է տաս ժողովրդին այն թե նա ինչ է ուզում, այլ պետք է թելադրես, թե այդ ժողովրդի վերապրման գոյությունը պահպանելու համար, որոնք են գերակայությունները, եւ այդ գերակայությունների շուրջ աշխատես։ Հղում անելով ձեր վերջին մտքին, այո, սպառողական հասարակության հետ քաղաքականապես աշխատելը շատ հեշտ է։ Ինչու՞, որովհետև դու տալիս ես չակերտավոր այն կերակուրը, որը հեշտամարս է։ Fast food։ Fast food-ը։ Չէ, դու կառավարելի դարձնելու իմաստով եւ դա տալիս ես հենց դրա համար, որովհետև որ դու կառավարելի դարձնես։ Եթե այսօրվա իշխանությունը գանք մի քիչ գետնին, հա, ես երկար ապաքաղաքական զրույց չեմ կարող տանել։ Եթե այսօրվա հասարակության գերակայությունը բացառապես իշխանության մնալն է, որտեղ իշխանության կորստից հետո գալու է հզորագույն պատասխանատվության եւ հարցերին պատասխանելու ժամանակը,
ապա նրա գերակայությունը պետքա լինի մաքսիմալ սպառողական տրամաբանության մեջ պահել սեփական հասարակությանը։ Այո։ Սպառողական հասարակության այլ ոչ թե գերակայություններ ունեցող հասարակություն դարձնելու երկընտրանք նա չունի։ Նրա միանշանակ կողմ ձայնը դա սպառողական հասարակություն ունենալն է, որին կարելի է խաբել, մանիպուլացնել, խոսել այնպիսի երևույթների մասին, որը որ գերակայություն ունեցող հասարակության մոտ դու կվախենաս խոսել։ Սպառողական հասարակության մոտ դու կարող ես, հա, բարձրացնել հարցեր, որոնք որ վերաբերվում են ցեղասպանության, երևույթականությանը, դրա վերանայման հնարավորություններին, ինչու, որովհետև երբ որ դու դա ասում ես, հասարակությունը հիմնականում սպառման ռեժիմի մեջ է գտնվում, այլ ոչ թե գերակայությունները ատամներով պահելու։ Գերակայություններ ունեցող հասարակության մոտ դու այդպիսի ռիսկի չես գնա։ Այո։ Բարձր ինտելեկտուալ գերակայություն ունեցողների մոտ դու այդպիսի ռիսկի չես գնա։ Հետևաբար այստեղ գալիս է քաղաքական շահը։ Քաղաքական շահը հետևյալն է, իշխանությունը կուզենա ունենալ ոչ թե գերակայություն, ամուր գերակայություններ ունեցող հասարակություն, որին որ դժվար է խաբել, այլ կուզենա ունենալ սպառողական հասարակություն, որի սպառման ենթակա անընդհատ կարելի է տալ։ Մենք բոլորս գիտենք, չէ՞, Հայաստանում ինֆորմացիան քանի րոպե է ապրում։ Այո, շատ կարճ։ Շատ կարճ, քանի այն ժամանակ վերանում, երբ որ գալիս է հաջորդը։ Մի սենսացիայի փոխարինումը մի ուրիշ ինֆորմացիոն հասարակության եւ սպառողական հասարակության սիմբիոզը, որը որ ունի գերակայություններ։ Մի ինֆորմացիոն հասարակություն անընդհատ ինֆորմացիա է սպառում, լցվում է մեջ ամեն ինչ, սպառողական հասարակությունը ամեն ինչ է սպառում։ Եվ այստեղ երկուսի մոտ էլ չկա գերակայություն։ Ես հասկանում եմ, որ պետական ապարատը հզոր մեքենա է եւ մանավանդ ռեսուրսների տիրապետման, նաև մարդկային եւ ֆինանսական եւ նաև ինֆորմացիոն ռեսուրսների, բայց ինձ մոտ մի զարմանք է առաջացնում իշխանություններից բացի եւ պետական ինստիտուտներից բացի մենք ունենք նաև ուրիշ ինստիտուտներ։ Փաստորեն նաև այդ ինստիտուտներն են ցախողել իրենց առաքելությունը հասարակության կրթական մակարդակը բարձրացնելու իմաստով, լուսավորելու իմաստով։ Եվ դաստիարակել։ Ես ձեր հարցին մի փոքր այլ տեղից մոտենամ։ Տեսեք, դուք զարմանում եք, որ երկար ժամանակ ոչ մեկ չէր ուրանում ցեղասպանությունը, թեպետ ասեմ այսօր էլ չեն ուրանում ցեղասպանությունը։ Խնդիրն այն է, որ վախեցած են։ Չեսի նկատի ունեմ Այրուբեմ, որ առաջ ուրացողին կայպանեին, այսինքն բարև չէին տա։ Հիմա դա նույնիսկ քննարկում են։ Ես չեմ կարծում, որ բացահայտ ուրացողներ կան։ Պարզապես խնդիրն այն է, որ հարցը այսպես է դրվում, ցեղասպանության հարցի արծարծումը մեզ ինչ է տալիս։ Հարցը այսպես է դրվում։ Իսկ Արցախը համարել ադրբեջանական տարածք բացահայտ կա։ Հազար անգամ ներողություն, մեզ ինչ է տալիսը էլի սպառողական մտածողություն չի։ Խնդիր չի, բայց ուզում եմ ուղղակի ճշգրտենք, էլի, որ ոչ թե ինչ որ մեկը կանգնած լա ցեղասպանություն չի եղել, լավ, թուրքական թեզն է առաջ տանում, այլ պարզապես ասում են չպնդենք այդ թեզի վրա։ Բայց ես մյուս կետին անդրադառնամ, որ հստակ ասում են, որ Արցախը այո, ադրբեջանական տարածք է։ Գիտեք, խորհրդային շրջանում բազմաթիվ մատնություններ եղան։ Համաձայն եք, չէ՞ որ եղան։ 30-ականների նկատի։ Եվ 30-ականներին, եւ 40-ականներին, եւ դրանից հետո էլ։ Ճիշտ է։ Լուստրացիա չարվեց, ճիշտ է։ Բայց լուստրացիա չարվեց նաև արվեստի ճանապարհով։ Ես նախանձով եմ նայում, թե մյուս ազգերը ինչպիսի մոտեցում ունեցան։ Օրինակ վրացիները 1984 թվականին Թենգիզ Աբուլաձեի ֆիլմն եմ ուզում հիշատակել, Ապաշխարություն ֆիլմը։ Նկարեցին, ինչ համարձակություն էր պետք այդ թվականին այդպիսի ֆիլմ նկարել։ Գոնե արվեստի լեզվով այպանեցին այդ կարգի մարդկանց, մեզ մոտ այդ կարգի մարդիկ եւ այդ կարգին մարդկանց սերունդները ընդհակառակը եւ առաջ գնացին, եւ մտան պետական համակարգ, եւ ֆինանսական ուրեմն տիրապետություն ունեցան։ Այսինքն մենք ինչ ենք ուզում, նա չենք անում եւ ուզում ենք, որ այսօր ավելի լավ լինի մեր վիճակը, չի լինելու։ Մեր հասարակությունը իրականում չի փոխվել։
ինչպես եղել է։ Իդեպ ձեզ ասեմ, հիմա այն դուք ասում եք ինձ կքննադատեմ, քննադատությունից մի վախեցեք։ Հիմա այն ինչ որ ես կասեմ, վստահաբար ինձ են քննադատելու։ Մեր հասարակության ամենամոտ հասարակարգը դա բոլշևիկյան հասարակարգն է։ Կրոնական զգացումից զուրկ, լավ, որտեղ ոչինչ չի փոխվել իրականում, մինչև այսօր։ Դուք հիշում եք 18 թվականի հայտնի իրադարձություններից հետո քաղաքապետանում Երևանի մի կեղծ օրակարգ բերվեց փողոցները անվանափոխելու, սուրբերը ավելացնելու։ Դուք եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ բոլոր անունները թողնվեցին նույնն է։ Սուրբ Մեսրոպ Մաշտոց չդարձավ։ Մնաց Մեսրոպ։ Միայն Գրիգոր Լուսավորիչը փոխեցին եւ դարձեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ։ Սա ինձ գիտեք ինչ հիշեցրեց։ Խորհրդային շրջանում եկեղեցու կերպարներին բոլորին եկեղեցուց խլել էին։ Մեսրոպ Մաշտոցը գրերի ոլորտների մեջ տեղավորել էին։ Միայն Գրիգոր Լուսավորչին տեղ չէին գտել, այն էլ թողել էին հայ եկեղեցում։ Թորները վերահաստատեցին իրենց պապերի արածը։ Իսկ այդ ֆիլմի մեջ շատ հետաքրքրական է, որ այդ մարդու, որ մարդկանց ուղարկում էր գնդակահարման, տղան պաշտպանում էր հորը, բայց թորը արդեն փոխվել էր։ Մենք մինչև հիմա չենք փոխվել, արդեն քանի սերունդ է անցել։ Այս սա է խնդիրը, խորքային խնդիր է սա։ Իմիջիալից այդ ֆիլմի առումով կա մի պատմություն, որ ասում է, որ այդ ֆիլմը հիմնականում վրացիները նկարել են սովետական ժողովրդից Ստալինի համար ներողություն խնդրելու։ Այո։ Այսինքն այստեղ էլ կա մարքեթինգ։ Ուցե Սա էլ է մարքեթինգ, ոչ թե բայց համարձակություն են ունեցել նման։ Այդ համարձակությունը իրենց թույլ է տրվել անել սովետական կարգերում համարձակությունը եւս ուներ թույլատրելի եւ անթույլատրելի 30 տարվա մեջ մի ֆիլմ այս կարգի չարեցինք մենք։ Քանի հոգեվորական է գնդակարվել, մենք հոգեվոր արժեքներից ենք խոսում։ Քանի հոգեվորական է մատնվել նույն շատերի ձեռքով։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ասում։ Ավելին հասկանում եմ այն առումով, որտեվ մատնվածի թոր եմ նաեւ։ Եվ ընտանեկան առումով այդ հիշողությունը կրող եմ, մշակութային առումով այդ հիշողությունը կրող եմ։ Դա է նաեւ շատ որոշակի առումով ազդեցություն ունեցել մասնագիտության ընտրության առումով։ Համաձայն եմ, այդ երևույթը կա, այդ պատնեշների խնդիրը անընդհատ կա։ Եվ ամենամեծագույն խնդիրը այնուամենայնիվ մնում է գործիքների ու գործիքակազմերի էֆեկտիվ ընտրությունը, ոչ թե մի ընտրություն, որը որ կբերի ազատ բանի արդյունքի, հա, այլ ընտրությունը։ Ձեր խոսքի սկզբում շատ հետաքրքիր բանի մասին խոսեցիք, մենք տվեցինք գյուղացուն հող, որը որ նա ունակ չէր պատրաստ չէր ընդունել, մշակել, չուներ սեփական հող ունենալու նույնիսկ գիտակցումը չուներ, թե դա ինչ կարելի է անել։ Կոլեկտիվից անցավ անատականի չկարողացավ։ Բայց մի ուրիշ խնդիր կա։ Այդ արագությունը անհրաժեշտ էր մի բանի համար, այդ բոլշևիզմից ազատ շատ արագ ազատվելու եւ դեպի կապիտալիզմ անցնելու։ Եվ այդ արագությունը ուներ մեկ ռեզոն։ Դա պետք էր անել արագ, որպեսզի հետ չգան նորից։ Մաքսիմալ փոկվեն այնտեղից, որտեղ այլևս դրան հետ գալուն, այո, հետ գալուն անհնար կլիներ։ Ամերիկյան քաղաքագիտական դպրոցը համակարգերի փոփոխության առումով ունի այդ տեսությունը եւ ասում է քաղաքական համակարգերի արագությունները պետք է այնքան բարձր լինեն, որ արագ փոկվես, արագ գնա սխալ թե ճիշտ, արագ փոկվես, բայց գերակայությունը մեկը լինի, որ հետ չգաս նորից։ Այդ արագությունը դրա համար, այսինքն արագ հողը տվեցին գյուղացուն, որpիսի հետո ինչ որ մեկը նորից դա չվերցնի։ Դա օրինակ տեղի չունեցավ Բելարուսում։ Այո։ Եվ միջև լավ թե վատը չեն քննարկում։ Այդ անցումը դանդաղ տեղի ունեցավ Բելարուսում, լավա վատա, բայց կա ինչ որ կա։ Տեսեք, մի քանի անգամ վստահ եմ դուք էլ նման գրառումներ կամ արտահայտություններ հրապարակային լսած կլինեք։ Շատ ու շատ մարդիկ, շատ ու շատ դեպքերից հետո, երբ որ խախտվում են հոգևոր քաղաքական հասարակական ընդունված տաբու բառը չօգտագործեմ, այլ կարմիր գծեր, որ մարդը ինքը իր համար ունի այդ գծերը, անկախ նայից պետական քաղաքականությունը, գաղափարախոսությունը, թե ինչ։ Շատ հաճախ եմ վերջերս տեսնում, որ մարդիկ գրում են, ես իմ ժողովրդին չեմ ճանաչում, սա այն ժողովուրդը չի, որի մասին ես միշտ մտածել եմ եւ այլը եւ այլը եւ այլը։
ես մի ուրիշ օրինակ էլ բերեմ, հիշում եք մի քանի տարի առաջ էր արդիկում կարծեմ մի դեպք եղավ, որ մի հանցագործ մորը եւ երկու զավակներին սպանել էր։ Մի քանի օր ամբողջ հասարակությունը, եթե կարելի ասել մոմ էր վառում, որ դա հայ արած չլինի։ Այ ասում էին հաստատ ինչ որ Թուրքիայից ինչ որ մեկը ներթափանց է այլ, այսինքն ներքին մի հատ բան կար, որ լավ գիտե հայը այսպես սրբապղծություն կարա անի հայը, ոնց կարա հայ մարդը երեխու վրա ձեռբաց հասկանում եք, չէ՞։ Հենց դրա համար եմ ուզում ասել, գիտեք ինչի, որովհետեւ երբ որ դու փորձում ես մի կողմից իդեալականացնել այն ինչ որ երբևէ իդեալական չի եղել, իսկ մյուս կողմից դրան շատ ցավագին ես ընկալում, այստեղ առաջանում են այն նյուանսները, որոնց մասին այդքան ասվում է, խոսվում է, որովհետև սատանան հենց այդ մանրուքների եւ նյուանսների մեջ է, չնայած կներեք, այս վերջերս մեր երկրում այնպիսի բաներ են տեղի ունենում, որ ժողովրդական արտահայտությունը շատ տեղին ասել էլի, որ ասում են սատանան պոզու պոչով չի լինում էլի։ Երբ որ մենք խոսում ենք որևիցե մեկի ինքնության մասին, ինքնությունը դա իծանե երևույթ չի։ Հա, գենետիկ մենք ինչ-որ բաներ ժառանգում ենք։ Մշակութային դաշտն է, որտեղ ծնվում ենք, ինչ որ տեսնում ենք։ Մանավանդ առաջին մի քանի տարին շատ կարևոր է մարդու, ուրեմն ճանաչողական եւ զգացական այդ քարտեզները ձևավորվում են այդ մի առաջին 6 տարիների հոգեբաններն են պնդում, բայց երբ որ մենք երեխային ասում ենք, որ դու լավ ես սովորում, ինքը սկսում է իր նկատմամբ ունենալ բարի ես, խելացի ես եւ այլն, սկսում է ինքը իր նկատմամբ վստահություն ունենալ, բայց երբ որ երեխային մենք անդադ ասում ենք դու վատն ես, չգիտեմ, եւ ուրիշ բառեր են ասում, չես հասկանում։ Հենց այդպես էլ դարան։ Հիմա նույնը վերաբերում է հանրությանը եւ ավելի բարձր մակարդակի ազգերին։ Մեր ազգը բոլոր ազգերի նման ունի լավ հատկություններ եւ ունի վատ հատկություններ։ Եվ գիտեք ցավալին որն է, որ ասում են այդ հարաբերակցությունն էլ շատ նման է մյուսներին։ Հիմա տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում մարդիկ շաբաթ չկա, որ ինչ-որ խմբեր չգնդակահարվեն, դպրոցներում, մանկապարտեզներում, բայց ես չեմ կարծում որևիցե մեկը այնտեղ կանգնում ասում է դա ասք չենք էլի։ Ռուսաստանում մարդակերներ կան, հասկանում եք, մեզ մոտ գոնե չկա։ Ես գոնե չգիտեմ, որ այդպիսի դեպք չի բացահայտվել։ Աստված, տվյալներ չունենք։ Ուրեմն 10 քանի անձանցից ավել մարդկանց է կերել, հետո բռնվել է։ Այսինքն այսպիսի մարդիկ կան, բայց երբեք չեն ասում, որ այս ինչ սա էլ, գիտեք, այդ ինֆորմացիոն անվտանգության դաշտում է տեղավորվում։ Երբ որ մենք անդադ ասում ենք, որ մենք լավ ազգ չենք, սկսում ենք հավատալ դրան։ Մենք ունենք շատ լավ հատկություններ եւ ունենք շատ վատ հատկություններ։ Հիմա տեսեք, ես օրինակներ բերեմ։ Վերջերս լսում էի մի իտալացի փիլիսոփայի, ժամանակակից մեծահասակ եւ սոցիոլոգի, եւ ինքը խոսում էր իտալական ազգի մասին։ Ինչ էր ասում։ Ասում էր իտալացիների 0.3%-ը ընդհանրապես այ բուբենը չգիտի, գրել կարդալ չգիտի։ Համատեք մեզ հետ, տեսեք, մեզ մոտ տոկոսը ինչքան է։ Իսկ 0.3%-ը 50 միլիոնոց երկրի համար դա մեծ թիվ է։ Եվ երկրորդ կետ, ասում էր 70%-ը չի հասկանում իր կարդացածը։ Իհարկե այստեղ այդ բաները չեն արվում։ Հա ինքը զգուշացնում է իր ժողովրդին, ինքը չի ասում մենք վատ ժողովուրդ ենք։ Այն մյուսն էլ ասում էր, որ մեզնից եկել են շատ բաներ սովորել են, գնացել են, բայց մի բանը մենք պահել ենք եւ այստեղից էլ պիտի սկսենք մեր վերազարթոնք, ասում եմ, ճաշակը առայժմ ոչ մեկ չի վերցրել մեզնից, չեն կարող կոպիա անել, պատճենա անել։ Հասկանում եք, իրենք էլ ճգնաժամի մեջ են հոգեվոր, բայց երբեք չեն ասում մենք ազգ չենք, մենք վատն ենք։ Հասկանում եք, ես այս խոսակցությունը շատ վտանգավոր եմ համարում։ Ճիշտ եք, Արուբեն, բայց ինձ թվում է մյուս կողմն էլ է չափազանցում։ Այո, մենք չպետք է ամեն մի թերություն կրողի կամ թեկուզ եւ այդ թերությունը մեծ ծավալ ունի, դրա հիման վրա ամբողջ ազգին պիտակավորենք, որ ինքը վատն է։ Բայց եթե ազգի մեջ կան արարողներ, ստեղծագործողներ, կռվողներ,
պայքարողներ, դիմադրողներ ու նահատակներ, եկեք չասենք էլի, որ ամբողջ ազգը այդպիսին է։ Այնքան ասեցինք, որ ժողովուրդը իմաստուն է, որ 1000 ներողություն, ամեն մի առանձին վերցած տխմար, ինքը իրան համարում է Սողոմոն իմաստուն, որովհետև մենք ասում ենք, է ժողովուրդը իմաստուն հակառակ ծայրահեղություն։ Էդ նկատի ունեմ։ Ամեն ինչ պետք չի բխեցնել հայկականությունից։ Այո։ Սա էլ մեկ Եվ ուրիշ դրա տերություն էլ հիման սա է։ ժողովրդին Այո, պիտակավոր բայց է։ այս երկու ծայրեղություններով պետք չէ առաջնորդվել։ Մենք ունենք լավ հատկություններ, ունենք վատ հատկություն, եւ կրթության նպատակը ի վերջո ո՞րն է։ Այդ հատկությունները, որ աստվածատուր են, բացահայտել եւ զարգացնել։ Ես կարծում եմ, որ մենք ամբողջ ներուժ ունենք, որովհետեւ հայազգի որևիցե երեխա ստանա փայլուն բարձրագույն կրթություն եւ լինի կայացած մասնագետ։ Մենք ամբողջ այդ ներուժը ունենք։ Եվ այստեղ պետք է աշխատի պետությունը, պետք է աշխատի եկեղեցին, պետք է աշխատեն բոլոր այն կառույցները, որոնք կապված են հոգեմտավոր դաշտի հետ։ Համաձայն եմ մի փոքր բան ուղղակի ավելացնեմ։ Այո, կրթությունը շատ լավ է, բայց արժե համակարգային դաստիարակությունը, որովհետև ցավոք սրտի մեր պետության ու հասարակության ամենամեծ հարված ու վնասացած մարդիկ անգրագետները չեն։ Հոյակապ կրթություն ստացած մի քանի լեզու տիրապետող եւ ասելով ուսումը նկատի չունի։ Այո, նաեւ դաստիարակություն, այո, ինձ համար կրթությունը ուրիշ երևույթ է եւ դա համակարգ է։ Ես ուսումը նկատի չունեմ։ Մցեցի հերոստատիտողների համար։ Իմիջիայլոց մենք էլ միջև հիմա որ խոսում ենք, մենք էլ ոչ ժողովրդի հետ ենք, ոչ ազգի, հասարակության հետ ենք։ Այո, Երբ որ ասում ենք սպառող, երբ որ ասում ենք ինֆորմացիոն, նորից է տեղ ոչ ժողովուրդը, ոչ ազգը կապ չունի։ Իմ լավ ընկերը մի լավ խոսույթ ունի այդ առումով, ասում եմ ժողովրդին բան չասեք։ Գնացեք էլիտաներին ներկայացրեք ձեր բոլոր ձեզ ներկայացրեք, ձեր էլիտաներին ներկայացրեք, ձեր որոշում ընդունողներին ներկայացրեք, ձեր որոշումների վրա ազդողների վրա ներկայացրեք ձեր բոլոր պրետենզիաները։ Իմ ժողովրդին բան չասեք։ Դրա մեջ մեծ շատ մեծ խորություն կա եւ ճշմարտություն։ Տեսեք, մենք խոսում ենք հիմա մենք չենք խոսում լավ կամ վատ ժողովրդի մասին։ Նա ով որ չի ընկալում իր պատասխանատվությունը իր ժողովրդի հանդեպ կամ առաջ կամ պիտակավորում այդ մարդկանց անընդհատ պետքա բերել մեկ օրինակ։ Ես չեմ ճանաչում մի հայ երեխայի, ով որ գնա Միացյալ Նահանգներ եւ վատ սովորի։ Ով որ գնա Գերմանիա, Անգլիա, Ֆրանսիա եւ չդառնա այդ դասարանի առաջատարը։ Այո։ Մեր ժողովուրդը որակն ունի։ Այո։ Մեր գենոտիպը անընդհատ վերապրման, նեղության, դժվարությունների մեջ այնուամենայնիվ իր մեջ ձևավորել է գեն։ Այդ վերապրելու դժվար հացից քարից հաց կամելու սա իրականություն է, սա սնապարտություն։ Ես գոնե թե օրինակ բերեցի, նույնիսկ գլուխ գովանություն չի։ Եվ ամենամեծ խնդիրը մեր նաև նրանում է, որ հենց այսօր մենք մեծագույն ազգային անվտանգության մակարդակի մարտահրավերի առաջ են կանգնած։ Բարձր ինտելեկտուալ հասարակություններն ունենում են գերակայություն, այդ գերակայությունը կրում է նաև քաղաքական բնույթ, այդ քաղաքական բնույթը ունենում է հետևյալ տեսքը՝ գաղափարախոսություն, գաղափարաբանություն, որը դարձնում է հասարակությանը քաղաքական ազգ։ Այո, որը ունի տեսլական։ Որը ունի տեսլական, որը ունի գերակայություն։ Երբ որ մեր մեծագույն տրագեդիան որպես հավաքական ինտելեկտուալ ազգ դա իմ խորին համոզմամբ նրանում է, որ մենք ունենք այսօր պետության ղեկավար, ով որ այս ամբողջ փիլիսոփայական, գաղափարաբանական հենքը նորից էլի վերածում է սպառողական հասարակության մակարդակի։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Մենք 3 ինտելեկտուալներով նստած ներողություն եմ խնդրում, 2 ինտելեկտուալներով եւ 1 սպառողով ենթադրենք։ Նստած խոսում ենք հետեւյալի մասին, որ քաղաքական իշխանության ղեկավարը ունի այն մտավոր ունակությունը, որ քաղաքական ազգը եւ ժողովուրդը դասակարգման մեջ տեղերով փոխում է։ Սա յուրաքանչյուր գիտակից մարդ պետք է հասկանա, որ ժողովրդի զարգացման մեկ մակարդակ բարձրը դա ազգն է, դրանից եւս մեկ մակարդակ բարձրը դա քաղաքական ազգն է։ Մարդը
կանոնավոր բանակը վերածել էր կամավոր։ Բայց դրա արդյունքը մենք տեսանք եւ դրա շարունակությունն եմ ես ուզում բացատրել, թե դա ինչ աստիճանի ազգային անվտանգության մարտահրավեր է։ Երբ որ դու քաղաքական ազգը իջեցնում ես, դարձնում ես ժողովրդի ցածր, ժողովրդի զարգացվածության եւ պետականա ստեղծ պետականություն կերտողը դա ազգն է, այսինքն դրա տեսքը մի level բարձրը դա ազգն է, հետո դրանից հետո գալիս է արդեն քաղաքական ազգի մակարդակը, ինչի ճանապարհը մենք շատ անցել ենք իմիջայլոց։ Եվ ձեռքբերումներ ենք ունեցել։ Եվ լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել։ Կրկնեմ այն հանգամանքը, մենք որպես ժողովուրդ, եւ սա նորից էլի գլուխգովանություն չի, մեր քանակի, մեր հողակտորի, մեր ռեսուրսների, նորից եմ կրկնում, քանակի համեմատականով համաշխարհային մակարդակով մեծագույն պրոդուկտ ստեղծած ժողովուրդ ենք, որը ընդ որում ոչ միայն ազգային է իր երանգով, այլ համամարտկային է, այսինքն 3 միլիոն, 10 միլիոն, լավ 10 ասենք էլի, 100 միլիոնավորները այն համամարտկային պրոդուկտը մշակութայինից մինչև ինչպիսին գիտական, ինչպիսին կուզեք, ստեղծած չկան։ Մենք հիմա չենք լսել երեքով իրար գոհ։ Կառավարման համակարգի խնդիրն է։ Ոչ, ազգային գերակայությունների խնդիրը։ Գերակայությունները ո՞պի սահմանի։ Ժողովուրդը չի սահմանում։ Ժողովուրդը չի սահմանելու, բայց ժողովրդի մեջից դուրս եկած էլիտաներն են սահմանելու։ Լավ, այդ էլիտա էլ այդքան ասում ենք, հիմա գողական էլիտա էլ կա։ Արվեստագետների էլիտա էլ կա, ռաբիզ երկողներ, իրենք են սահմանելու։ Կհանդիպեք իրենց կհարցնեք, թե իրանք ինչ են անելու։ Միշտ կառավարման համակարգի խնդիր ենք ունեցել։ Եվ մեր արտագաղթը, երբ որ կապվում է արդարության եւ սոցիալական խնդիրներին, ես կարծում եմ, որ եւ արդարության խնդիրը, դեֆիցիտը եւ սոցիալական խնդիրները դրանք ածանցյալ են։ Մերոնք գիտեք ինչ են արտագաղթում, որովհետեւ երբ որ գնում են կայացած պետություններ, ինչպիսիք են օրինակ Ռուսաստանի Դաշնությունը կամ Միացյալ Նահանգները, ձեր հետ կվիճեմ, որ Ռուսաստանը կայացած պետություն է։ Վերջացնեմ նոր։ Չէ, ուրիշ բան նկատի ունեմ։ Ինքը չի մտածում Պենտագոնում ինչա ստորագրվում։ Հասկանում եք։ Ինքը իր առօրյայում, ինքը չի այստեղ 3 միլիոնը ամբողջ օրը տագնապով սպասում են, թե երկրի կառավարում ինչպես է իրականացնելու։ Այնտեղ այդ խնդիրը չկա։ Մարդը ապրում է իր առօրյայով, իր ընտանիքի հոգսերով, իր երեխաների կրթությամբ, ապահովագրությամբ, բժշկական համակարգով, իր ապագան ինքը չի տագնապի մեջ չի։ Շատ հետաքրքիր տեղ տարակ, ինչու։ Որովհետև Ռուսաստանում ինքը խնդիր չունի, Կրեմլը անում է այդ ամեն ինչը։ Մեզ մոտ այդպես չէ, 30 տարի ես ինչ աչքերս բացել եմ, Արցախի խնդիրը, ԵԱԿ-ը, չգիտեմ, համանախագահները, ընտրությունների, չգիտեմ, կեղծելը, չկեղծելը, արդալինը, ամբողջ ազգը ապրում է այս ռեժիմով։ Էներգիան ծախսվում է այստեղ։ Դրա համար այստեղ բան չի ստեղծվում։ Ես դրա անմիջական սպառողն եմ ամեն օր, երբ որ ինձ ամեն օր հարց են տալիս, թե ինչ է կատարվում, ես փորձում եմ հասկանալ, թե ինչ աստիճանի ինֆորմացվածություն ու ներգրավվածություն ունի այդ ձեր ասացի մեջ, որ դրանով է ապրում։ Ես ասում եմ, չէ, որ դրանով չի ապրում։ Ավելին Արցախի կորուստը ցույց տվեց, որ մենք մեր գերակայություններով չենք ապրում այսօր։ Մեր վրա ազդել է այս պարողական հասարակության մոդուլյացիան գլոբալիստական աշխարհի կողմից մեր վրա կիրառված։ Մենք չենք ապրում մեր գերակայություններով։ Մեր գերակայությունները կան առանձին, իրանց կյանքով են ապրում։ Մենք մեր կենցաղով սպառումով եւ այլնով, բայց այստեղ մի ուրիշ կարևորագույն խնդիր կա, թե ինչու է այնտեղ այդպես։ Այնտեղ համակարգերը կանխատեսելի են։ Արևմուտքում հատկապես համակարգերը կանխատեսելի են։ Շատ դժվար է պատկերացնել, որ մի քաղաքական լիդեր կարող է գալ, կոտրել համակարգը եւ իր հակով համակարգ ստեղծել։ Զրոյական կետից։ Այնտեղ շատ լրջագույն պետական ինստիտուտներ կան, հասարակական ինստիտուտներ կան, խորհրդային պետություն կա եւ այլն, որը որ երաշխավորում է մեկ հանգամանք անձակենտրոնությունը չի կարող
քանդել այն համակարգը, որի գոյության մեջ ամենաշատ այդ հասարակությունն է շահագրգռված։ Այսինքն թե շվեյցարական ժամացույցը որպես համակարգ այնքան լավն է։ Ես չեմ համեմատում, բայց մոտավոր եմ բերում օրինակը, որ այնտեղի իշխանությունները գալիս են ոչ թե սեփական ժամացույցը համակարգ որպես ստեղծելու, այլ ընդհանրապես գալիս են նրա համար, որպեսզի ճիշտ ժամանակին դա լարեն, որպեսզի այդ համակարգը լավ աշխատի։ Սա է համակարգերի տարբերությունը, սա է համակարգերի մեջ տեղ գտած գերակայությունը։ Մենք, երբ որ Հայաստանը թողնում ենք եւ դուրս ենք գալիս, հույսը եւ ապագան չենք տեսնում։ Ես նկատի չունեմ, որ բոլորը այսպես ասած քաղաքականացված են եւ ամբողջ ազգը, այսպես ասած, Արցախով ու մնացած ազգային հարցերով է զբաղվում։ Մարդը ուզում է իր գործով զբաղվի, բայց մենք անընդհատ իր միտքը զբաղեցնում ենք ուրիշ խնդիրներով, որոնք առնչվում են պետական համակարգին, որտեղ անընդհատ կան թերացումներ, ձախողումներ եւ այնպիսի բաց կա, որ մարդը հասկանում է, որ չէ, ես գնամ միտեղ, որտեղ այս բացերը չկան, ես հանգիստ իմ մարդկային առօրյա կյանքը ապրեմ։ Ընտրություններ կլինի, կգնամ մեկին քվե կտամ։ Մանավանդ եթե Միացյալ Նահանգներն է, որտեղ դու հնարավորություն չունես երկուսից ավելի ընտրությունների, իսկ մեր երկրում կառավարման համակարգը այդպես էլ չկայացավ։ Խորհրդային շրջանում մենք ինչեինք այդպես ստեղծագործում, որտեղ կառավարվում էր։ Մենք էլ մեր էներգիան այդպիսի բաների վրա չէինք։ Ես հիմա որպես հոգևորական, մանավանդ այս ճգնաժամային պահերին, ես ինքս իմ անձի վրա եմ զգում, իմ էներգիան ինչպես է ծախսվում, անիմաստ ընդ որում։ Տագնապների, նստած սպասում ենք ինչ պիտի լինի, մինչդեռ մենք կարող էինք մեր էներգիան վերածել արժեքի։ Հետաքրքիր բան ունեմ, զգացողություն ունեմ, ոչ թե շատ հաճախ, այլ ուզում եմ օպոնենտ լինել որոշենչող մտքերին ամենայն հարգանքով, բայց հետո հասկանում եմ, որ այնուամենայնիվ հոգևորականի հետ եմ զրույց ունենում եւ այն մշակույթը, որ կրում ես քո հետ, ստիպում է քեզ, որ չի կարելի օպոնենտություն անել, չի կարելի, ինչու, որովհետեւ այն հենասյուները, որոնք որ կարևոր խոսք ունեն, որոնք որ անկախ ամեն ինչից հենասյունային են եւ պետք է ուղղորդես, որ լսեն, դա շատ ավելի կարևոր հանգամանք է, քան օպոնենտությունը կամ չհամաձայնվելը։ Այո, սպառողական եւ ինֆորմացիոն հասարակությունների մեջ ամենաշատը տուժում է հոգևորը։ Ինչու՞ որտեղ նյութականը դառնում է գերակայող։ Հոգևորի համար շատ դժվար է հոգևոր խոսքի համար շատ դժվար է այդ պատերը քանդելը եւ շատ ավելի լսելի լինելը։ Չնայած այդ նույն տեխնոլոգիական զարգացման տեսանկյունից այստեղ էլ կա ահռելի գործ անելու, այստեղ էլ կա ավելի հասանելի դառնալու, ավելի երևի թե մենք պետք է մտածենք նրա մասին, որ նաեւ ավելի մատչելի դառնալու, եթե մենք ուզում ենք ունենալ ազդեցություն։ Ցավոք սրտի խնդիրը նաև նրանում է, որ այո, հասարակությունները այսօր դարձել են ինֆորմացիոն, այդ ինֆորմացիոն հասարակության հետ եւս պետք է աշխատես, այլ ոչ թե ասես, չէ, ինֆորմացիոնա սպառողա, վրախում եմ ու էլ չեմ աշխատում։ Չէ։ Տեսեք, մի շատ կարևոր թեմայի եք անդրադառնում, որը անձամբ ինձ համար շատ բան է, զգայուն է նաև այդ տեսակետից։ Դժբախտություններից, ձախողումներից, նույնիսկ պարտություններից ու սարսափելի պարտություններից չեմ անդրադառնում պատճառներին, որպես փաստ չոր ոչ մի ազգ պետություն ապահովագրված չի այս հարափոփող աշխարհում, բայց ամբողջ խնդիրը նրանում է, թե դու դրանից ինչպես ես փորձում դուրս գալ, ինչ ներքին տեղեկատվական հոգևոր արժեհամակարգային մեխանիզմներ ունես, այդ ծանր հարվածը ոչ միայն հաղթահարես մի հատ ուշքի գաս քեզ թափտաս, հենվես քո այն առաքինությունների վրա, որոնք անշուշտ ունես, այն արժեհամակարգի վրա, որ դու չես հորինել, ինքը հազարամյակներով գալիս է ու դրանք հաղթարել։ Տեսեք, մի օրինակով եմ ուզում գալ։ Ես ձեր ուրեմն քարոզներից մեկի մեջ այդ նախադասություն տեսա, այ Ռուբեն, դուք ասում եք ինչ է նշանակում լինել քրիստոնյա այսօր։
մի ազգագրագետ կա Մարգարետ Միդ, ինքը ուրեմն ուսումնասիրում է մանկության ազգագրության ֆենոմենները։ Մի անգամ ուրեմն ինքը իր դասախոսություններից մեկի ժամանակ ուսանողներին, ասպիրանտներին ասում է, ձեր կարծիքով երբ է առաջացել քաղաքակրթությունը, ցիվիլիզացիա բառը իր խորքային բովանդակային իմաստով։ Դե մեկ ասում է, երբ որ բնական է քաղաքներ առաջացան, մյուսն ասում է, երբ որ գիրգրականություն առաջացավ, մեկն ասում է, երբ որ կենտրոնացված պետություն, երբ որ կառավարման ուժեղ համակարգ, այն մեկը ասում է, երբ որ առևտուրեր եւ այլն, Մարգարետ Միդը ասում է, ես ձեզ մի ուրիշ բան ասեմ, արժե համակարգը որն է այդ ամեն ինչը մեջ մարդկայնությունը, ասում է, վերջերս կարծեմ Ճավա կղզու վրա գտել են այն ժամանակ վերջերս, էլի խոսքը 70-ականներին է վերաբերում, ուրեմն գտել են մի կնոջ կոնկոսկր, որը մոտավորապես 12-13 հազար տարվա վաղեմություն ունի եւ պարզել են, որ ուրեմն վնասվել է ինքը, կոտրված կա ստացել, կամ ֆիզիկական, կամ ինչ-որ գազանների հետ կռվելու ժամանակ, բայց ինքը մահացել է ոչ թե այդ վերքից հետո, այլն դե ոսկորի աճը ցույց է տալիս, որ ինքը մահացել է դրանից 20 տարի հետո։ Նախնադարան հասարակական կյանքով ապրող հասարակության մեջ կոնկոսկրի կոտրված ունեցող կինը, դա մի մարդ է, որ հասարակության մեջ ոչ մի, այսպես ասած, օգտակար պրոդուկտ չի օգտագործում, այսինքն ինքը ոչ որսի կարող է գնալ, ոչ կարող է հավաքի, ոչ բան, ամենակարևորը բեռը այդ քոչվոր կյանքով ապրող որսորդների հավաքողն է։ Դա ինչ է նշանակում։ Նշանակում է իր խնամել է, պահել են։ Ասում է քաղաքակրթությունը առաջացել է այն ժամանակ, երբ որ գտասրտությունը առաջացել։ Մերձավորի նկատմամբ իրար օգնելով դժբախտությունը ցավը հաղթարելու իմաստով։ Այդ տեսակետից գիտեք, ես ինքս անձամբ մարդկայնորեն ուղղակի չեմ կարողանում մարսել այն հասկացությունը, այն իրավիճակը, երբ որ ամեն ինչ կորցրած, տունտեղ կորցրած մարդը այստեղ փորձում է կարճել հայրենիքի այս հատվածի փեշերից ու ապրել, իսկ մեր հասարակության մեջ իրեն այնպիսի արտահայտություններ, այնպիսի կոմենտներ կան, ինձ հիմա կհամոզեն մարդիկ, կասեն, դե դրանք եզակի մարդիկ են, այո, համոզված եմ, որ դրանք եզակի մարդիկ են, այդպես բան գրողները եւ այդպես բան ասողները, բայց ցավոք եզակի են դրանց բերանը փակողները, ցավոք եզակի են նաեւ դրանց հրապարակորեն պախարակողները, ցավոք եզակի են հոգևոր եկեղեցական իմաստով բանադրումի նկատի ունեմ, այլ հասարակական բանադրանքը ենթարկողներն են եզակի։ Իսկ սա հասարակությունը, որը այսպիսի հարված է ստացել, եթե շատ պատկերավոր ասենք ինքը նոկաուտի մեջ է, այդ բժշկած իրավիճակում պետք է իրան օգնել շատ բան նույնիսկ ներելով, շատ բան հասկանալով, շատ բան հանդուրժելով փորձել հասարակությանը դուրս բերել այս նոկաուտ վիճակից, որովհետև ամենասարսափելին այն չի, որ մարդու ոտքը կարող է սայթակի, պատկերավոր ասած ընկնի փոսը, ամենասարսափելին այն է, երբ որ ինքը փոսում սկսում է տնավորվել։ Ամոսի գրքում մի մարգարեության զգուշացում կա ուխտի ժողովրդին, որը կարելի է ասել համաժամանակյա է, միշտ գործող է։ Եվ ես հատկապես սա կուզեմ մեջբերել այսօրվա մեր հասարակության, մեր ժողովրդի համար, ովքեր մեր արցախցի քույր եւ եղբայրների հանդեպ նման վերաբերմունք ունեն եւ կա նաեւ այդպիսի անտարբեր վերաբերմունք նմանատիպ կեցվածքի հանդեպ։ Ասում է դուք փղոսկրյամ դիմում է այդ ժողովրդի մաս կազմող 11 ցեղերին եւ մի ցեղ առանձին է, հիմա կասեմ որ ցեղն է, ասում է դուք փղոսկրյա գահավորակների վրա էիք բազմում, ուլեր էիք ուտում, կատնակեր հորթեր, դրանք ոնց հասկանում եմ լավագույն մսեր։ Այն ժամանակվա տեսներն են։ Այո, լավ գինի էիք խմում, օծում էիք ձեզ լավագույն յուղերով եւ չէիք տեսնում եւ անտարբեր էիք Հովսեփի կործանման հանդեպ։ Եվ Հովսեփի ցեղը կործանվում է։ Ուրեմն պատկերացնում եք մի ազգ,
օրենքի, ուխտի, հավատքի, նույն հավատքի միջոցով վերածվել է ժողովրդի 12 ցեղերը եւ գալիս է մի պահ, մոռանում են Աստծուն, մոռանում են իրենց արժեքները, կուրքերին բերում են, սկսում են ապրել եւ մի այդ մաս այդ ժողովրդի եղբայրների, քույրերի կանգնած է արտաքին թշնամու վտանգի առաջ, օգնության չեն հասնում, ընդհակառակը ուտում խմում քեֆ են անում։ Եվ ասում է, սա ձեզ արժանալու է նույն ճակատագիրը։ Սա զգուշացում է։ Սա պատիժ չէ վերևից եկող, սա տրամաբանություն է։ Եթե դու քո քրոջ եղբոր հանդեպ գթասիրտ չես, էլ ինչ քրիստոնյայի մասին է խոսքը։ Ես որ ասում եմ, տեսեք, մի քիչ էլ միտքս էստեղ բացեմ, երբ որ ասում եմ մեր ժողովրդին ավելի հատուկ է բոլշևիզմը, իհարկե ես բոլշևիզմ ասելով նկատի չունեմ ուրեմն այն ազնիվ դրսևորումները, որ եղել են, ինքը ինձ համար մի այդ մատնությունները, տրոյկաները, եկեղեցի քանդող հայերը, ուրեմն մատնագրեր ուղարկողները, այս մասին է խոսքը։ Կրոնական զգացում չունեցողների մասին է խոսքը, որ ես գնում եմ բանտ, որպեսի մի բանտարկյալի օգնեմ, աշխատողն ասում է, դի փողը չի գնում, ես մոտը ինչ լինի։ Չունի կրոնական զգացողություն, չի ուզում մի քիչ իրեն նեղություն տա, որ հոգևորական մտնի այդ մարդու մոտ, գուցե փոխվի։ Հիմա ես որ ասում եմ բոլշևի, այս իմաստով եմ ասում, քրիստոնյան գթասիրտն է, բայց եթե դու քո արցախցի քույր եւ եղբայրների նկատմամբ գթասրտություն չունես, քեզնից ի՞նչ քրիստոնյա։ Ինչ եմ ասում, որովհետև այդպես ուրեմն կոմենտներ գրողները, ես այս վստահ եմ մի քանի օր հետո սուբսատիկի տակ իրար շնորհավորել են։ Դա շիզոֆրենիա է, էլի հոգևոր, հոգեմտավոր շիզոֆրենիա է։ Երկփեղկվածություն։ Համաձայն եմ, պարոն Մարտիրոսյան, մի հատ շատ կարևոր բանի ասեցիք, երբ որ ինտելեկտուալ այդ հոգևոր արժեքներով եւ կառավարվող հասարակությունը գալիս է ինչ-որ մի հատ լեվելի վրա, ոնց որ անհատը ունի երազանք, պետություններն ու ազգերն են ունենում երազանք, բայց որի անունը ոչ թե երազանք, այլ տեսլական է։ Հիմա ինձ թվում է մենք մի ուրիշ խնդիր ունենք։ Եթե տեսլական չես տալիս հավաքականությանը, եթե մեկ միավորող ինչ-որ մի հատ բան չկա, հանուն ինչի ինքը պետք է ձեր ասած զրկանքները, դժվարությունները, այո, եթե ինձ դեմոկրատիան է շատ կարևոր, ես ինչի սպասեմ, թե Հայաստանում երբ են հայերը դեմոկրատիա սարքելու, որ ես վայելեմ։ Այնքան դեմոկրատական երկիր կա, եթե շուկայական տնտեսություն, այսինքն գնալու տեղ էս փոքրացող աշխարհում լիքն է, բայց եթե մենք ուզում ենք այս տարածքում մենք ապրենք, զարգանանք եւ ինչու՞ չէ նաեւ վերադարձնենք այն ինչ որ մեզ տված Աստծո կողմից, այդ նշանակումը մենք պետքա այդ տեսլականը ներկայացնենք։ Այս միտքը ինչի եմ ասում, դու երկուսն էլ մի շատ կարևոր բանի ուշադրություն, խոսքի ուժը։ Գիտեք, բարբերաբար նույնիսկ այս հաղորդումը նայողները ասում են, հա լավ հաղորդում էր, շուրջ եմ, բայց չէ, հələ դի ոչինչ, ասում են որին չեք խոսում էլի, խոսքը արժե զրկվել է։ Իմ խորին համոզմամբ խելացի խոսքը, հոգևոր խոսքը, գիտական խոսքը չի կարող արժե զրկվել, որովհետև ինքն է հենց արժեք առաջին եւ ինքը արժեք է ստեղծում երկրորդ։ Հիմա այդ խոսքի մասին է խնդիրը։ Ինչքան էլ դժվար լինի, հոգևորական իր հոգևոր քարոզն է անում, գիտնական իր տեսակետներն արտահայտում եւ այո, ճիշտ է, մեր ժողովուրդը երկու կարծես թե առաջի հաշվից իրարամեջ բաներ ունի, արտահայտություններ։ Առաջին ասում ասողին լսողա պետք, բայց նաեւ ասում Սուրբ Գրքում ով ականջունի կլսի, ով որ աչք ունի կտեսնի, այսինքն գումարեմ նաեւ են, ով որ խելք ունի կհասկանա, բայց ամենակարևորը այդ խոսքը պիտի լինի։ Եվ այդ խոսքի բովանդակությունը չպիտի լինի, թե ինչ լավ ենք ապրում մենք ժամանակին, այլ պիտի լինի, թե ոնց ենք ուզում ապրեն մեր երեխաները, թոռները այս երկրում։ Այսինքն այլընտրանք, այդ որ իրենք այս տեսլականն են ներկայացնում, այդ տեսլականի դեմ մենակ մի ճանապարհ կա, այլընտրանքային տեսլական ներկայացնել, ոչ թե ասել, որ այս տեսլականը լավը չի։
Ցավալի տեղի կպա, չէ։ Լսեք, դուք քարոզարշավի հարցեր եք։ Ինչպիսի գաղափարախոսություն պետք է ունենա հայը, որպիսի գոյատևի եւ վերապրի։ Հա։ Ինչպիսի գաղափարախոսություն պետք է ունենա քաղաքական հայը։ Պետությունը ինչպիսի գաղափարախոսություն պետք է ունենա։ Սկսենք նրանից, որ չկա եթե։ Ձեր խոսքի մեջ ես բռնեցի մեկ հանգամանք։ Եթե մենք ուզում ենք պետություն ունենալ, ապա պետք է տանք այդ հարցի պատասխանը։ Այդ եթեն հենց հանենք, այդ նույն դա չձևակերպենք որպես հարցադրում, այլ դա ձևակերպենք որպես պարտադիր հանգամանք, պետք է ունենանք պետություն։ Համոզված եղեք, որ դրանից հետո ամեն ինչ ավելի հեշտ կլինի։ Եթե մենք ուզում ենք ունենալ պետություն, ապա բառը նախադասությունը սպառողական հասարակության հետ աշխատելու գործիք նախադասություն է։ Ինչու, որովհետև դուք նախ հոգեբանական առումով կասկածի տակ ես դնում գերակայությունից, դա կասկածի տակ չի կարելի դնել, այլ դա պետք է լինի դոգմատիկ, ոչ թե հոգևոր առումով, այլ քաղաքական առումով դոգմատիկ, եւ հետո արդեն շարունակես անգլերենում sense մի հատ բառ կա critical thinking, հա։ Այդ critical thinking ինչքան է լավ, այդքան էլ վտանգավոր բան է։ Ինչի, որովհետև ինքը շատ արագ է տաբուներ քանդում, եթե դու նոր տաբուներ սերմանելու ունակություն չունես։ Բնականաբար։ Եվ այո, որովհետև այդտեղ գալիս է մի շատ կարևոր հանգամանք։ Դու քանդում ես մի երևույթ, որի առաջարկը չի։ Այն ինչ որ մենք այսօր տեսնում ենք։ Մենք չունենք այսօր առաջարկ, բայց մենք ունենք քանդոցի։ Դրա համար հասարակությունը, այսպես ասած, բանի մեջ է, այսպես խռովության մեջ է ինքը իր մեջ։ Դուք չեք զգում, որ մենք հաշտ հասարակություն չենք։ Բոլորը բոլորի հետ կռվում են։ Սկսած մեքենաներից, մարդիկ իրենց մեջ են շատ հաշտ հասարակություն ունենայինք, արդյոք դա լճացում չէր լինի։ Կարող է նաև լճացում լիներ, եթե մենք շատ հաշտ հասարակություն ունենայինք։ Եթե շատ հաշտ լիներ, քիչը ամեն դեպքում կլիներ, չէ՞։ Պես որ բացարձակ հաշտ հասարակություններ չեն լինում։ Չեն լինում, իհարկե չեն լինում։ Բայց սա հարցեր չափից դուրս է։ Ես ձեզ քաղաքական մտքի առումով խնդրում եմ, ուզում եմ ասել մեկ բան։ Մոդելը ամենակարևոր բանն է։ Ինչպիսին որ ղեկավարն է լինում եւ ինչպիսի գերակայություններ որ ունենում է ղեկավարը պետության կամ այդ ժամանակ իշխանական էլիտան, այդպես էլ սկսում է մտածել հասարակության մեծամասնությունը։ Հղում անեմ նորից ձեզ բոլշևիզմին։ Երբ որ իշխանությունը բոլշևիկյան էր, հասարակության մեջ սերմանվում էր բոլշևիզմի կամ կոմունիզմի գաղափարախոսությունը, դա ստանում էր տարածում։ Տեսեք, լսեք, իշխանության հետ ոչ մեկ չի կարող մրցակցել ինֆորմացիոն գործիքներում ավելի ազդեցիկ լինելու առումով, ոչ մեկ։ Ոչ մեկ։ Ոչ մի երկրում իշխանությունից գաղափարաբանական, այն քաղաքական նարատիվները, որոնք որ ունի այդ ժամանակվա իշխանավորը եւ էլիտան, դա ուզի թե չուզի կրող է դառնում հասարակությունը այդ ժամանակահատվածում, որտեղ ամենամեծագույն ինֆորմացիոն պրեսինգի տակ է գտնվում այդ ընթացքում։ Դադարում է դա, այդ հասարակությունը թոթափում է դա, սկսում է ստանձնել այն, ինչը որ իրեն կասեն առողջ բան, հավատացեք կկրի առողջ բանի, առողջ մտայնությունը, կասեն անառողջ իրենց քաղաքական շահերից միայն բխողը, դա կդառնա եւս քաղաքական մշակույթ։ Խնդիրը այստեղ հետեւյալն է, արցախցիների մասին խոսք գնաց եւ Արցախի։ Արցախը որքան որ Հայաստանն է, տարանջատում չեմ անում, դա պայմանական է։ Այդտեղ որ քաղաքական բան չկա, էլի, պրիմիտիվ բան չկա։ Որքան որ Հայաստանն է տվել Արցախին, այդքան էլ Արցախն է տվել Հայաստանին։ Հələ պետք է հասկանանք ով ավելի շատ է տալիս։ Վերջին 30 տարիների ընթացքում։ Այս հասարակությունը եւ այս մեր ժողովուրդը Արցախին ամեն ինչ է տվել, որովհետեւ համարել է դա իրենը։ Իր երեխային է տվել, իր հորն է տվել, իր քրոջն ու մորն է տվել։ Եվ այս բաժանումը, այդ բաժանումը քաղաքական հնարք է։ Այդ բաժանումը քաղաքական մոտիվ ունի, այլ ոչ թե բարոյական։
Եվ մարդկային։ Եվ մարդկային հիշեք թե Արցախյան երկու պատերազմների ընթացքում ոգին պատրաստակամությունը այդ պետությունը ունենալու ձգտումը կյանքով պահելու բանը սա ազգային բան է սա քաղաքական որ չի պատժվում ես հիմա ես միտքը ավարտեմ հետո անպայման կլսեմ թե դուք ոնց եք ուզում կամ պատժի ինչ տարբերակներ կան տեսեք մենք ունենք Արցախը պահելու մեկ կոմպոնենտ քաղաքական ազգ լինելու ձգտումով ունենալ գերակայություն, ես կասեմ գերակայություն, դուք կասեք տեսլական։ Նույն բանն է, նույն բանն է, բայց մենք ունենք ազգ շատ ուժեղ քաղաքական ազգ դառնալու մոտիվ։ Դա Արցախն էր։ Դա Արցախը պահելու, Արցախի համար կռիվ տալու, դա նոր գաղափարն էր Հայաստանի։ Հիմա դա չկա։ Եվ դրանից հրաժարվելու եւ սպառողական հասարակության ոչ թե քաղաքական ազգ, այլ սպառողական ազգ դառնալու եւ նարատիվները եւ գումարներն ահռելի են։ Եվ ունը գտնում են դրանք, երբ որ դուք ասում եք թե ինչու է հասարակությունը դարձավ այսքան, այսպիսին, որովհետեւ մեկ նարատիվը գաղափարաբանական, տեսլականային եւ գերակայության փոխանիվեց այլ բանով, եկեք սրանից հրաժարվենք, անցնենք սպառմանը, անցնենք լավ ապրելու գաղափարին։ Մի անգամ ենք ապրում։ Անցնենք նենց, որ չթողենք գնանք, էսա մեր պետությունը կամ եւ այլն, բայց միևնույն ժամանակ պետությունը սարքում է այնպեսին, որ նա գերակայություն չունի, լավ ապրելը գերակայություն չի։ Չի կարող։ Լավ ապրել կարելի է բոլոր տեղերում եւ մեծագույն դաժան բանը, որ ընկել է մեր ուսերին ու դրա հետ կռիվ տալու առումով, իսկ ես դրա հետ կռիվ տվող եմ։ Դա այն է, որ մեր ինտելեկտն ու գաղափարն են ուզում պրիմիտիվացնել, հասցնել սպառողականի, որպեսզի իրենց նարատիվները դրա մեջ տեղավորվեն, որտեղ իմի մեջ տեղավորել իրանցը հնարավոր չի։ Բնականաբար։ Եվ այստեղ նաև գալիս է ձերեն մտորումը, թե ինչու են այսքան ուտում իրար։ Ուտում են, որովհետև այդ ուտելու եւ հակասությունների արդյունքում այս իշխանությունը ձեռք բերում իր լեգիտիմությունը։ Եթե նա իր սպիտակ լինելու հանգամանքը ուզում է ապացուցի, նա պետք է ցույց տա անընդհատ սևին, որպեսզի ինքը սպիտակ երևա։ Նա ստեղծում է դրա առումով հակասություն։ Այդ հակասության մեջ է ու այդ պրոբլեմի մեջ է ինքը կարողանում վերապրել։ Չի լինի այդ հակասությունը լինի միասնությունը, նա ումա պետք։ Ես անդրադառնամ ձեր հարցադրմանը, խոսքի արժեզրկմանը։ Ուրեմն ավետարանում մի հետարքիր երևույթի ենք հանդիպում։ Որոշ մարդիկ, որոնք խանգարում ունեն, ավետարանի բառով դիվահարված են, Քրիստոսի ինքնության վերաբերյալ ճշմարտություններ էին բարձրացնում։ Դա այն դեպքում, երբ որ մնացածը տեղյակ չէին։ Եվ Քրիստոս լռեցնում էր, չէր թողնում, որ խոսեին, ճիշտը բարձրացնեին։ Սա երկու բացատրություն ուներ։ Մեկը, որ ոչ ճիշտ ժամանակին ասված ճշմարտությունը հակառակ արդյունքն է տալիս։ Եվ երկրորդը շատ կարևոր է, ճշմարտությունը պիտի արտասանի նա, ով ճշմարտությունից է եւ ճշմարտությունը ապրում է։ Չի կարող դևը, սատանան, չարը ասել ճշմարտություն, բայց ինք ուրիշ ձև ապրել։ Ուրեմն խոսքի արժեզրկման ամենամեծ, այսպես ասած, ազդեցիկ երևույթը ուժը դա երբ որ դու ասում ես մի բան, բայց ապրում ես լրիվ ուրիշ բան։ Հասկանում եք։ Այս սա է։ Իսկ այսպիսի ապրող եւ հանրային խոսք ունեցող մարդիկ շատ են։ Հիմա տեսեք վերջի օրերին Գյումրու ընտրությունների հետ կապված տեխնացուներից մեկը հոգեվորականների ինչ-որ բաներ ասել, եթե ինչ-որ համասեռամոլ ամուսնացնեն, ես իրենց կգնդակարեմ, ես ինչ։ Հասկանում եք, ես հիմա օրինակ առիթը կօգտագործեմ եւ սա խոսքի չարաշահում է, ինքն է գովազդ է ինչ-որ իմաստով, բայց նաեւ ինչ-որ քամի է, ինչու։ Եթե դու այդպես հզորություն, քաջություն եւ արժե համակարգային հենք ունես, հող հանձնողին գնա գնդակահարի։ Լավ։ Ուրեմն խոսքը այս ժամանակ է խոսքը արժեզրկվում։
Դե ինչ, մենք ուրեմն սահուն մոտեցանք մեր հաղորդման վերջին, մեր հեռուստադիտողները գիտեն, մենք մեր հաղորդումների ժամանակ չենք հավակնում ասել վերջնական ճշմարտություններ, մեր նպատակն է մտորելու առիթներ տան։ Եթե մեր այսօրվա հաղորդմանից մեզ դիտողները քաղեցին ինչ-որ մտքեր, որոնց շուրջ իրենք կմտածեն եւ ավելի լավ պրոդուկտ կտան իրենց լաբորատորիաներում, ուրեմն մենք մեր նպատակին հասել ենք։ Ինչի եմ այստեղ էլ ասում, եթե պարոն Մարտիրոսյան, այն իմաստով, որ այո, եթե մենք ուզում ենք ինչ-որ մի բան, ուրեմն դա դառնում է մեզ համար գերակա, մնացած ամեն ինչը երկրորդական է։ Եվ էլի եթեով, եթե մենք իրոք բոլոր մեր խոսքերի ու գործողությունների մեջ տնենք նույն նպատակադրումը, կարծում եմ, որ մենք շատ բանի կհասնենք։ Եվ ամենակարևորը, շատ ուրախ եմ, որ այսօր քաղաքագետ, հոգևորական եւ հասարակական գործիչի զրույցի ընդհանուր թեման դուրս չեկավ արժեհամակարգային բանաձևումներից, դուրս չեկավ մեր ինքնության կոդավորման բանաձևումներից, մենք մի անգամ էլ կարծես թե վերահաստատեցինք, թե ինչ պայմաններում մենք հաջողություններ արձանագրել նախկինում եւ հիմա առաջիկայում ինչի հիման վրա կարող ենք ելի այդ հաջողությունները արձանագրել, որ դեպքում մենք ձախողել, պարտվել եւ եթե դրանք չվերացնենք առաջիկայում մեզ այդ նույն բանն է սպասում եւ հիմա խնդրեմ միջև մեր հաղորդումը ավարտելը ձեր ամփոփիչ խոսքերը։ Ես ճիշտն ասած այն ինչ որ կիսատ էի թողել պատասխան հարցի դեպքում ես կուզեմ պարզապես կարևորելով դրան անդրադառնալ, որ վերաբերում էր մեր ազգային հարստությանը, այնինչ գենետիկ մենք ունենք։ Տեսեք, որևիցե հասարակության համար ամենաարժեքային հատվածը 16-ից 35 տարիքի այդ սերունդն է։ Արժեքային նկատի չունեմ, մյուսները արժեքավոր չեն։ Պարզապես այս սերունդը 3 հատկապես առումով՝ ֆիզիկական, պատրաստվածության, մտավոր, գյուտերը հիմնական այս տարիքային խմբում են արվել, հանճարեղ գյուտերը։ Եվ երրորդը վերարտադրողականությունը 16-ից 35 տարեկան։ Հիմա ինձ այս պահին մեր հասարակության պատկերը հույս չի տալիս, որ ես ապագան լուսավոր տեսնեմ։ Դուք եթեով եք ասում, եթե համադրենք, այդ եթեն ստացվում է, որ ամեն դեպքում վտանգավոր եթե է, որովհետև եթե մենք չենք աճելու այս տարածաշրջանում, դուք տեսեք, այս տարիքային խմբի երիտասարդությունը ինչով է զբաղված։ Այն էներգիան, այն օժտվածությունը, որ ունի, որ պետք է կրթության միջոցով բացահայտի եւ կատարելագործի, այն վերարտադրողականությունը, որ ունի, բայց մեր ամուսնացողների թիվը տեսեք որտեղից է սկսվում, տեսեք մի հսկայական հատված չի մտնում ընտանիքի պատասխանատվության մեջ եւ չի սերնդագործում, այլ ազգային անվտանգության, հոգեվոր անվտանգության ամենակարևորագույն սպառնալիքներից մեկը ես սա եմ դիտարկում, որ մենք այս ռեսուրսը ուղղակի վատնում ենք։ Հասկանում եմ, խնդրեմ պարոն Մարտիրոս։ Նորից էլի նախորդ իմ ասացի տրամաբանության մեջ։ Այնուամենայնիվ մենք ունենք ավանդական հասարակություն։ Այնուամենայնիվ դա իր մեջ կգրի սպառողական, ինֆորմացիոն ազդեցություններ, մենք ավանդական հասարակություն ենք։ Եվ այդ մտքին հանգում ես հատկապես այն ժամանակ, երբ որ դա համեմատում ես։ Համատում ես ընտանիքի գաղափարը յուրաքանչյուր այլ հասարակության մեջ ինչքան այսօր արժեզրկված վերարտադրության շարունակականություն ապահովելու գաղափարը որքան է այս այլ հասարակություններում ընկած ընտանիքը ասեցի միևնույն ժամանակ մենք ունենք ներքին շատ ուժեղ մշակույթ
մշակույթ, որ ավելի շատ ձևավորվում է ոչ թե հասարակության ազդեցության, այլ ընտանիքի մեջ։ Այո։ Մենք ամուր ազգային գենոտիպ ունեցող ենք եւ դա նրանից է, որ մենք անընդհատ վտանգների առաջ ենք եղել։ Մենք գտել ենք վտանգները վերապրելու ֆորմուլան եւ դա գտել ենք հոգեվորի, ընտանիքի, վերարտադրության եւ այդ ինֆորմացիան նրան փոխանցելու մեջ։ Այո, այն մարտահրավերները, որ դուք նշում եք, դրանք կան։ Այո, այդ մարտահրավերները միշտ են եղել, բայց մենք չենք վերացել։ Ասում են թատրոնը մեռնում է ստեղծման մյուս օրվանից, բայց այս ինչքան ժամանակ է, քանի դարա մեռնում է, բայց դեռ չի մեռել։ Մենք ոչ միայն պետքա ճիշտ գնահատենք այդ մարտահրավերներն, այլ նաև եւ ժամանակակից գաղափարական եւ տեխնոլոգիապես դրանց լուծումներ տանք։ Մենք այդ լուծումները պետք է արդիականացնենք սնվելով մեր արմատներից։ Ես վստահեցնում եմ ձեզ, որ պատահական չի եկեղեցու նկատմամբ վստահության բարձր մակարդակը։ Եվ դա լավորից չի, որ բարձր է։ Դա այն օրից է, որ մյուս պետական ինստիտուտների, գաղափարաբանություն թելադրող ինստիտուտների ֆունկցիոնալությունը եւ արդյունավետությունը շատ ցածր է եւ մարդը լավորից չի, որ իր հայացքը ավելի շատ ուղղում է դեպի եկեղեցու, որտեղ հույսի ակնկալիք ունի այնտեղից։ Չնայած աշխարհիկ պետություններում հույսի ակնկալիքի չափաբաժինը շատ հաճախ պետությունն է վերցնում իր վրա եւ սպառում։ Այո, մենք այստեղ ահռելի գործ ունենք անելու։ Այո, ամենակարևորը չդադարելն է ցանկանալ եւ ուղիներ փնտրել եւ ճակատամարտ տալը, որովհետեւ այլ ընտրանք դրան ուղղակիորեն չկա։ Այո, մենք ունենք հասարակություն, որը որ եւ բարեպաշտ է, եւ սնոտիապաշտ է, եւ ամեն ինչ էլ ունենք, բայց ես ավելի շատ կողմնակից եմ ցույց տալու եւ ցույց անելու լավին, որ դա օրինակելի դառնա։ Իսկ մենք մեր գործը չպետք է դադարենք անել, որպեսզի այդ լավը դառնա շատ ավելի մեծ։ Նորից էլի վերադառնանք նույն երևույթին։ Չկան ժողովուրդներ, որոնք որ չունեն խնդիրներ, չկան ժողովուրդներ, որոնք որ չեն գտնվում իրենց էվոլյուցիոն զիգզագային տրամաբանության մեջ, եւ բարոյականության անկման, եւ բարոյականության վերահաստատման, դա process է, դա պատմություն է։ Մեզ բախտ է վիճակվել այս ժամանակահատվածում տալ լուծումներ եւ ես համոզված եմ, որ մենք տալու ենք։ Ես նույնպես շնորհակալ եմ սիրելի հյուրեր այս բովանդակային քննարկման համար եւ սիրելի բարեկամներ, ովքեր որ ձեր ժամանակը թանկագին տրամադրեցիք այս հաղորդումը դիտելու, համոզված եղեք մեր հյուրերի ասածը, եթե բանաձև եմ, միշտ չի որ ուժեղն է հաղթում նա, ով խելացի է ու չի անձնվում։ Լավ եղեք, կհանդիպենք։ Շնորհակալ եմ։ Ես եմ սիրով, մենք շնորհակալ եմ։